Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հակամարտող կողմերը փոխադարձ հարվածներ են հասցնում։ Չնայած պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր գրողների հաճախականությունը նվազել է, սակայն դրանք դարձել են առավել թիրախային եւ ցավոք հարձակումների են ենթարկվում նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այսօր հրթիռակոծվել է Թեհրանում գտնվող 100-ամյա Փաստուր բժշկական կենտրոնը։ Ըստ ամերիկյան կողմի իրենց արվածները հասցեական են։ Պատերազմի ընթացքում ավելի քան 12,000 թիրախ է խոցվել Իրանում։ Բացի այդ ոչնչացվել կամ վնասվել է ավելի քան 155 իրանական ռազմանավ։ Ամերիկյան ինքնաթիռներն իրականացրել են 13,000 մարտական թռիչք։ Հարկ է նկատել, որ իսրայելо-ամերիկյան դաշինքը պարբերաբար թիրախավորում է Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Ըստ իրանական լրատվամիջոցների, հերթական հրթիռակոծության հետևանքով ծանր վիրավորում է ստացել Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ եւ Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին։ Նշվում է, որ թիրախավորվել է նրա բնակարանը, Խարազիի կինը զոհվել է։ Իրանի զինված ուժերը կրկին հայտարարել են, որ մտադիր են ԱՄՆ-ին եւ Իսրայելին կործանարար եւ ավերիչ հարվածներ հասցնել։ Ձեր իրականացրած հզոր հարվածներից հետո սպասեք ավելի ջախջախիչ, ավելի զանգվածային եւ կործանարար գործողությունների, ասվում է Իրանի զինված ուժերի խոսնակի հայտարարության մեջ։ Իրանը շարունակում է նաեւ հրթիռակոծել տարածաշրջանի այն բոլոր երկրների տարածքները, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները։ Այդ հարվածների առանցքում է հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունները, որը շարունակում է աշխատանքներ տանել դիմակայելու հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին։ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմն այնուամենայնիվ, ինչպես նկատում են փորձագետները, մտել է փակուղի։ Կողմերը կարծես փորձում են դադարեցնել այն, սակայն ցանկանում են ստեղծված իրավիճակից դուրս գալ հաղթողի կարգավիճակով։ Այդ են վկայում նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրարամերժ հայտարարությունները։ Նա ավելի վաղ իր ուղերձում նշել էր, որ Միացյալ Նահանգները գրեթե հասել է իր նպատակին եւ առաջիկա 2-ից 3 շաբաթվա ընթացքում նոր հզոր հարվածներ է հասցնելու Իրանին, նշելով, որ իրանական վարչակարգին քշելու են քարի դար, որտեղ եւ նրանց տեղն է։ Ավելին, Թրամփը հայտարարել է, որ Իրանի նախագահը հրադադար է խնդրում։ ԱՄՆ նախագահի հայտարարությանը հակադարձել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, նշելով, որ նման բան չկա։ Իսլամական Հանրապետությունը հրադադար չի խնդրում։ Բաղային ընդգծել է, որ չեն հանդուրժի պատերազմի բանակցությունների հրադադարի, ապա նորից նույն հերթականության կրկնության այս արատավոր շրջանը։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Իրանը միջնորդների միջոցով ստացել է հակամարտության կարգավորման մասին Միացյալ Նահանգների առաջարկները, որոնք պարունակում են չափազանց կոշտ եւ անտրամաբանական պահանջներ։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին նույնպես հայտնել է, որ Իրանը չի ընդունում վերջնագրերը եւ պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի, միաժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար հիմքեր ներկայում չկան։ Բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար կոչով կրկին հանդես է եկել Չինաստանը, իսկ Իրաքում ԱՄՆ դեսպանատունը նոր նախազգուշացում է տարածել այն մասին, որ իրանամետ զինյալ խմբավորումներն առաջիկա 24-ից 48 ժամվա ընթացքում կարող են հարձակումներ իրականացնել Բաղդադի կենտրոնում։ Դեսպանատունն ապրիլի 2-ին X-ում արված գրառման մեջ կրկին կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին լքել Իրաքը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն էլ հայտարարել է, որ պատրաստ է մինչև $3 միլիոն չափով պարգևատրել այն մարդկանց, որոնք տեղեկատվություն կտրամադրեն Իրաքում ամերիկյան դիվանագիտական հաստատությունների վրա հարձակումների վերաբերյալ։ Հորմուզի նեղուցն էլ շարունակում է փակ մնալ։ Նշենք, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի սկսած պատերազմում ըստ տարբեր գործակալությունների կողմից հավաքագրված տեղեկությունների զոհերի թիվը գերազանցել է 5000-ը, բայց ինչպես ասում են, սա դեռ վերջը չէ։